Հացի դերավիդյանի
իշխանություն և պատիվ, այժմ և միշտ Հովիվյանս, հավիդենեց ամեն։ Marta se răspătăm, el chesvăie, parnișca
Սարուկն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս Ալելույա, ալելույա, քեզ վայր է օրհնություն Աստված Սիոն և քեզ դարձին աղոթք Երուսաղեմ։ Պողոս Արաքյալի գոմեն Թեսաղոնիկեցիներուն գրված երկրորդ նամակեն։ Մենք Պողոս, Սիլվանոս և Դիմոթեոս գկրենք ցեզի Թեսաղոնիկեցիներուն եկեղեցին, որ մեր հոր Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի կպատկանի։ Թող Աստված մեր Հայրը և Տեր Հիսուս Քրիստոս շնորհք և խաղաղություն բարգեւեն ցեզի։ Եղբայրներ, բարդ կսկանք և արդար կգտնենք ցեզի համար միշտ գոհություն հայտնել Աստծո, որովհետև ձեր հավատքը հետզհետե ավելի գաճի, և ցեզմե յուրաքանչյուրին սերը իրարու հանդեպ ավելի կխորանա։ Աստծո եկեղեցիներուն մեջ մենք կբարձենանք ցեզմով։ Այն համբերության և հավատքին համար, որ դու ցուցաբերեցիք ձեր գրած բոլոր հալածանքներուն, նեղություններուն մեջ։ Ձեր այդ համբերությունը և հավատքը ապացույց պիտի ըլլան Աստծո արդար դատաստանին, որովհետև դուք արժանի պիտի ըլլաք Աստծո արքայության, որուն համար այդքան կդանչվիք։ Արդարև Աստծո համար արդարություն պիտի ըլլա ձեզի չարչարողները դանչանքով պատճե, իսկ ցեզի դանչվածներուդ հանգիստ բարգեւել մեզի հետ միասին։ Երբ մեր Տերը Հիսուս հրեշտակներու իր բանակով երկինքեն հայտնվի, անիկա փոցավար գրագով պիտի պատճի անոնք, որոնք կմերժեն Աստված ճաշնալ եւ հնազանդիլ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Այն օրը այդպիսիները հավիտենական մահվան պիտի պատժվին, զրկվելով Տիրոջ ներկայութենեն եւ անոր փառավոր զորութենեն։ Երբ անիկա գուկա իր սուրբերուն մեջ փառավորվելու եւ բոլոր իրեն հավատացողներուն հիացումին արարգան ըլլալու։ Այն օրը պիտի գիտնաք թե ճշմարիտ է ինչ որ հայտնեցինք ցեզի։ Ահա թե ինչու միշտ գաղութենք ցեզի համար, որբեսի Աստված ցեզ արժանի ինե այդ գոչումին եւ իր զորությամբ կատարե ձեր բոլոր բարի փափակները եւ արդյունավորե ձեր հավատքը, որբեսի ցեզմով փառավորվի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունը եւ դուք փառավորվիք իրմով մեր Տեր Աստծուին եւ Տիրոջ Հիսուս Քրիստոսի բարգեւած շնորհքով ամեն։ Alleluia, alleluia, you will enjoy the blessing of God in Zion and give you the prayer in Jerusalem. From Paul's second letter to the Thessalonians, chapter 1, verses 1 to 12. Paul, Silas, and Timothy, to the church of the Thessalonians in God our Father and the Lord Jesus Christ. Grace and peace to you from God the Father and the Lord Jesus Christ. We ought always to thank God for you, brothers, and rightly so, because your faith is growing more and more, and the love every one of you has for each other is increasing. Therefore, among God's churches, we boast about your perseverance and faith in all the persecutions and trials you are enduring. All this is evidence that God's judgment is right, and as a result, you will be counted worthy of the kingdom of God, for which you are suffering. God is just. He will pay back trouble to those who trouble you and give relief to you who are troubled, and to us as well. This will happen when the Lord Jesus is revealed from heaven in blazing fire with his powerful angels. He will punish those who do not know God and do not obey the gospel of our Lord Jesus. They will be punished with everlasting destructions and shut out from the presence of the Lord and from the majesty of his power. On the day he comes to be glorified in his holy people and to be marveled at among all those who have believed.
This includes you because you believed our testimony to you. With this in mind, we constantly pray for you that our God may count you worthy of his calling and that by his power he may fulfill every good purpose of yours and every act prompted by your faith. We pray this so that the name of our Lord Jesus may be glorified in you and you in him, according to the grace of our God and the Lord Jesus Christ. Amen. Եվ ասետ դերն զարայն, և իջանաբարս և իցան
Եվ արայ սարմադամեն զիրծիդունցիմ ասեմ ձեզ ձիվոչ ոքանչ կոչեցելոց ճաշագեցը դրյաց իվոց
Աստուծյալ քեզ երկրպագանեն, մասնզի ամենասուրբ գերարժությանդ, բարել է պարկ իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիդյանս հավիդենից, օրնյալ Տերն Հիսուս Քրիստոս ամեն։ Օրնյալ Տեր Աստված օրհնես ձեզ ամենեսյալ։ Ով է սատակավոր պարած Տեր զոր զորությամբ իր ողներ կարողի պատերազմի։ Համբացեք իշխան կսկունը սեյվեր, համբացին թուն կապիտելից մծեր թակավոր պարած։ Ով է սատակավոր պարած Տեր զորությամբ։ Սա ինքն է թակավոր պարած։
ասացությամբ, որենեն նվոքս, և ամարցակապես կոչելով, աղագեր նոսին և ասել։
բարերար աստված աղաչեր։ Եվ ամեն այս սրբոց և թիշադակի սրբատարակ Արագերոց սրբոց, մարգարեից վարդավետաց, մարտիրոսաց և ամենայն հայրավետաց սրբոց, Կոտնյալ, կոպյալ և հարավոյալ, վաշալի նեխաստասասած, հաուչանն Քրիստոսի, երկիր բականեն, Առաջորդածն մերոց, և առաջին ուսավորչածն սրբոց Թատեոսի և Բարտոմեոսի արակելոց, Միացնացելոց սրբոց, առակինացել և աստվածասույց կրոնավորածն, ոսի ատողի պրոհանդգան, Արգարոված հավանացելոց, սրբոց աղկալու Կոստանտիանոսի հրատարային Թեոդոսի,
Յիսուսի Քրիստոսի ընթես ընկամեն հոգևոր ականջով և ոչ թե ֆիզիկական ականջով։ Ասկերետ կհավատանք ոչ թե քո խոսքիդ համար, այլ որովհետև մենք անձամբ լսեցինք զինք և գիտենք, թե ճշմարտապես ինքն է աշխարհի բրգիչը։ Սիրելի հավատացյալներ, Հովհաննես ավետարանի մեջ գտնված դրյալ խոսքը Քունքուս համարացիների կողմեր արտաբերված վկայականությունն է Քրիստոսի ուղղված խոսքը, որ տարերու ընդերքեն շեշտագիորեն կկարևորե Քրիստոսի ասպազությունն ու մարդեղությունը միանգամայն։ Խոսքը, որ անձնական և գերքաղաքապարային տվածող մտածումներն ու հավատալիքները
շոշափելի ու հանցվածյալ իրողություն կփոխակերպե խոսքը որ ճշմարտապես կցուցանիշե մարդու որդին էջքը երկիր ազատագրելու իր ցերակորձը չարին ջրաններեն ու մեղքի դիրմեն հավատքի տարողությունն եգուչության մասին բազմազան քերքերով բացներ գրված և կարողոսություններ կատարված էր փիլիսոփաներ, աստվածապաններ, ազում տեսություններ ու սահմանակցումներ հայտնված են, բայց ինչ օգուտ և մարդ միայն լեզվով կպաշտես Աստված, սակայն ամբողջ հոգին տոկավորված է ունայնությամբ և հաճոյամոլությամբ, քրիստոնեական հասկացողությամբ հավատքը քերտնական առաքինություն մներ, զոր ընտոցին դրված է մեզ մի յուրաքանչյուրին Աստուծո շնորհքով, մեկ խոսքով հավատքը մտքի արտադրումը չէ, դրամախոյական կամ դրամապանության հետևողությունը չէ, այլ դրված է շնորհքը բնական դրամատուրգիում մեր մեջ, զորունիք, թե հրաստորեն և անկիդագիր ցեղով այլ կիդակցորեն և ազատ կամքով։ Սամարացի անմաքուր համարված էին եբրայեցի ժողովրդին կողմեր, սակայն այս նույն սամարացիներն էին, որոնք իրենց բարձիմատ ու անգերց խոսքով ուղղեցին Քրիստոսի մասին, որովհետև անոր մեջ տեսած ու հավատացած էին, որ բացի Աստվածորդիեն մարդկությունը ոչ ոք կնար մեղքերով աղդեն սրբել, որովհետև արարածներուս մեղքերը գնային սրբվին արարիչին արյունով միայն։ Որովնուտակյալ խոսքով ուզենք մեր ուշքը կենտրոնացնել հիմնական երկու կետերու վրա։ Առաջին Աստուծո կամքը, մարդուն փրկությունը, առողջագործ Աստուծո միակամքն է մարդուն փրկությունը, որովհետև Աստված չուզեր, որ որևէ մեկը որսվի, այլ բոլորն իրեն թողնան։ Աստված չուզեր, որ մեղավոր մարդը իր մեղքին, այսինքն անհնազանդության մեջ մեռնի, այլ ուզեր, որ անիկա իջար ջանքեն թողնա և ապրի։ Աստուծո կամքին զուրակին մասին մեր պատկերացումը ամբողջական կդառնա և նկատի ունենանք նաև, թե մարդ իր երկրավոր կյանքի ընթացքին կանչված է այդ փրկության արժանանալու։ Պողոս առաքյալ հետևյալ ցեղով կներկայացնեցին ճշմարտությունը, ասված իր կամքին համաձայն մեզ հայտնեց շատ կանխեն պատրաստված իր ծրագիրը, որ Քրիստոսով պիտի իրագործվի։ Եվ այդ ծրագիրը սա է, որ երբ ժամանակները իրենց դուրումին հասնին, Քրիստոս իր մոհ պիտի բովանդայի ամեն ինչ, որ կա երկինքի մեջ և երկրի վրա։ Եվ որովհետև Քրիստոս Աստուծո կամքին մատնավորումն է, և կնշանակեց է, երբ բոլոր մարդիկ Քրիստոս ընդունին, և Քրիստոս իրենց մեջ պարփակեն, Աստուծո կամքը ներկա պիտի ամեն ինչի մեջ և կատարվի իր ամբողջական հասկացողությամբ և ու տարողությամբ։ Ահա թե ինչ Աստվածաշունչ Մատթեանը քրկագործական խորհուրդը գայքն է որպես աստվածածիր այն ճանապարհը, որ մեր աստուծողները դուրս կգան մեղքի մահաբեր կփնկեն և վերազատացյալ վիճակով կդառնան նոր մարդ ի Քրիստոս։ Երկրորդ, Աստուծո խոսքը լսել հոգևոր ականջով և ոչ թե ֆիզիկական ականջով։ Աստվածաշունչ Մատթեանը լի է այն մարգարեական պատումներով, որոնց ընդմեջ են Աստված խոսած է իր մարգարեներուն և ժողովրդին։ Շատեր կնդան պատճառաբանել լսելով, թե Աստված միայն այն ժամանակահատվածին խոսած է իր ժողովրդին, իսկ այսօր դարձած է խոսել է։ Մեր երկնավոր Հայրը զարմանազան ցեղերով այսօր կխոսի մեզ հետ, մեր խրճին, մեր ընկերոջ, մեր նմանագիցին, մեր թշնամին,
մեջ են կսպասել մեր լուտացի, սակայն այսօր շարժարիտները ամբողջապես փոխված են և մանավանդ թղաթյուրված։ Ահա ես ծրան արջեմ են ու գպախեմ, եթե մեկը իմ ձայնս կսե և թուրը պանը ներս պիտի մտնեմ և անորեն պիտի ընտրեմ անալինցի հետ։ Երկիկի իշխանն է գանտնած երկրավորեն իշխվածից սրդի ծրան արջեմ սիրելիներ։ Թակավորն է, որ խաղճարար ծերկը գերգարեն մեր աբստան բոքին, մարդության ճամփան է, որ ճամփա դորոն է մուտքիր կործելու մեր սրդեն մեզ։ Մեր յանքի խաչմերուկներում վրա հաճախ կանտվինք այնպեսի պարիսեցի ու կոկոսամբիս մարդոց, որոնք միայն չեն լսեր աստուծո խոսքը այդ, չեն ուզեր մտիգնել իրենց թերությունները, սխալները ու իրենց անցին ուղված հանգիմանությունները, որովհետև ճշմարտության թեմ հանգիմանքալու խաչություն չունի։ Մարդիկ, որոնք ցետեղատության և զնաբարձության անեզր պարքեր կցանգան նշել, հոգեգան կուրապաշտություն, լոլոսված խոսքերը, հասվանուշ կողապանությունները, գնոսարկված կովեսները, դելրված թրվադետները շատ հեշտությամբ կնդան նսել, սակայն ապակային է, որ անոնց արդյունքը պիտի կային ու մեր ագրաները կջրդենք։ Միջև ընդունիկ նպատակով ուղված խոսքերը, ցուցանշված աղդերը, բարյոհամիտ ունեցող տեղատրանքները, հավանաբար գարչ ժամանակետի համար մեր քիմքին թարը թույն, բայց անոնց կացլահամ բուդուղը անտենագարի մեջ է, որ պիտի ճաշագեն։ Սիրելի ավադացյան մեր Քրիստոս իր ուսուցումներուն ընթացքին քանիցս կործածեց ագանչ ունեցողը թողուս է։ Ուսպշավորը թիմարնական խոսքը իր ունգություններուն ուշքը կրավելու և զարում թեպի ճշմարիտ գիտություն առաջնորդելու, որովհետև իր ժամանակաշրջանին ապրող մարդիկը Սամուս երկուին հարերով աչք ունեին, աչք չէին տեսնել, ագանչ ունեին, աչք չէին լսել։ Իսկ մեր սրբազան հայրապետները իրենց քարոզներուն, որդորներուն իբրև գծորդ պիտիկայի ավելցնելու Քրիստոսի արտասանած խոսքին այլ օրինակը աչք ունեցողը թող տեսնա, ունին ագանչ լսելու ճշմարիտին։ Սրբազնասուր խոսքը և աչք տեսնելու անհոր անսահման սերը պատասխանը մենք գիտենք միայն։ Սիրելի ավանդացյալներ, Իսնագի շրջանի մեջ ենք և կպատրաստվենք 2025-ի հրաժեշտ տալու և բարի կալուստ մաղթելու 2026-ին։ Նաև կպատրաստվենք տոնախումբելու մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաղավարտոնը, ինչպես մեծ բախտի յուրաքանչյուր գիրագին հոգևոր կյանքի հատուկ ցուցմունք կդրվի հավատացյալներուն, նույնպես իսնագած բախտը հոգևոր բարձանքներով մեզ կպատրաստվի տոնելու 2026-ի առաջին տաղավարտոնը։ Թող բարձյալն Աստված օրհնե մեր ասկը ու եկեղեցին անսասան բայերով մեր ճշմարիտ պարտավորության մեջ մեզ պահպանե չարեն և շնորհե մեզ իր երկնային խաղաղությունը այժմ հավիտյանս ամեն։ Եվ դուր մեզ համարձակացայն պարպարով պանալսպերանս մեր, կարտալս կեզ երկնավորը թայլ երկերի հավասեր։
անունոր եւ որդվո եւ հոգուի սրտո ամեն։ Մեղանչեցի ամենասուրբ երրորդության, հորը որդին եւ սուրբ ոգին տեն, մեղավոր եմ Աստծո առջև, բոլոր գործած մեղքերս խոստովանի Աստծո առջև, Սուրբ Աստվածածնին եւ բոլոր սուրբերուն առջև, ինչպես նաեւ քո առջևդ հայր սուրբ, մեղանչեցի մտածումով, խոսքով ու գործով, երբեմն գամավորաբար, երբեմն ագամա, երբեմն գիտակցաբար եւ երբեմն անգիտակցաբար մեղա Աստծո։ Աստված թողություն շնորհեցե, Մեղանչեցի դեզվովս ջարախոսությամբ, սրախոսությամբ, սուտ երկումով, երկնազանցությամբ, հագարագախոսությամբ, շողոքորտությամբ, կսությամբ եւ զագրով, զրբարտությամբ, բարակտիչ խոսքերով ու անեծքով, դրդնչալով, դժգոհելով, պամպասելով եւ հայունելով մեղա Աստծո։ Աստված թողություն շնորհեցե, Դագարդի մեղանչեցի անյոթ անցանքներով, որոնք մահացու մեղքեր են, հբարդությամբ, նախանցով, փարդությամբ, զուրությամբ, ակահությամբ, հոգրամոլությամբ, բարձասիությամբ եւ ասոնց բոլոր տեսակներով մեղա Աստծո։ Աստված թողություն շնորհեցե, Եվ թե մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրաններում թեմ, թե անձնարարություններուս եւ թե հրաժարիքներուս մեջ, որովհետեւ ոչ անձնարարներս կատարեցի եւ ոչ հրաժարած բաներս ելացա։ Օրենքը սորվեցա, սակայն օրենքի գործածության մեջ զուլացա։ Քրիստոնեության շարքերուն անցա, բայց գործերով անհարժան գտնվեցա։ Շարիկը գիտնալով անտերց կամավորաբար շեղեցա եւ ես իմ կամքովս բարի գործերով ելացա։ Վայ ինձի, վայ ինձի, վայ ինձի։ Որ մեկը ասեմ կամ որ մեկը խոստմանի, անգամ շատ են անցանքներս, ճսվելիք են անօրություններս, անդերելի են ցավերս եւ անփրկելի են վերքերս մեղա Աստծո։ Աստված թողություն շնորհեցե, Հայր սուրբ մեզի ամարաշտության իշխնորդ եւ բարեխոս էր Աստոնիացի որդի ինքով եւ քեզի դրված իշխանությամբ մեզ մեր մեղքերուն գավակներեն արձակել դավաճի։ Դեր ողորմյա, ողորմեցի ձեզ մարդասեն Աստված եւ թողություն շնորհեցե ամենեն հանցնացելոց։ Խոստովանացելոցն եւ մոռացելոցն եւ ես կարգավաց կանական իշխանության հրամանակ Աստվածային դեզորացագիցեք երկրևից հարցակալ երկինս։ Նովին բանին հարցակեմը ձեզ համեն մասնակցնեմ եղած տերոցի խորհրդոցի բանից եւի գործոց անուն հոր եւ որդու եւ ոգու սրտով։ Եվ դարձյալ տամզդեքի խորհրդոցի եկեղեցով զիզոր ինչ գործիցեք բարիս եղիցիկ ձեզի բարեգործություն եւ փառս հանդերձակ ենացել։ Ամեն։ Երկույր եւ ավանով, հարաճմադիկ եւ սրբությամբ, հաղորդես արով, ասացեք մեղասուզով, հավատամ կի այլ սուրբ ասված ճշմարիտ, հավատամ գործի սուրբ ասված ճշմարիտ, հավատամ կևի հոգի սուրբ ասված ճշմարիտ, խոստովանիք եւ հավատամ, Սիսայեք
Մեծոդերը ժողովուրդսկո եւ օգնաժարակությունսկո Փովյայը պարսացո սոսացում է դեմիչև հորդյա կատարում օրինաց և մարգարեից, Տես Քրիստոս ասպաստորիչներ, որ լուծես ամենայն հայրական դնորին ոտինուսքո, դիպս եվս մեզ ովկովտքով սրպով։ Եվ եվս նաղության զյարաշ ես կնագեցո է փոմյա։ Լուկի և պրատով և ոտով և ովկովտքով, այժմ և միշտ և ավիդյան, ավիդենից ամեն։ Ո
desde de los salimos y el sinaganch puede ser sanagotit vemos. Alleluia, roti.
ողջուն հանցնած։ Եվ ևս խաղուչանս յաղաչեսուկ, վասն հանգուցյալ հոգվոցն աղաչեսուկս բգիջն մեր Քրիստոս, զիրուսոսան թարթասն թասսե, ևս մեզ կեցուսեր շնոյ ողոմուչանյո, ամնագալ դյաստված մեր գեցոյ ողոմյա, Դեր ողորմյա, Քրիստոս որդի աստուծան խագալ և պարեկուտ, կտա կորարչագան սիրովուտ յոլտի սանկուցյալ ծարայից կոց և մանավանցոքի սանկուցելոցուն 7 թեկտեմբեր 1988 Հայաստանի եգրաշարժի զոհերուն ևս արավելի շադեր Հովաննես Տեմիրջյանի, Թակուի Բաբախանյան Կետկոդազադեի, Էգզամայրամ Տորոսյանի, Դայանա Տորոսյանի, Լիդիա Կալենդերյանի, Նեսին Քերոպ Յակոբյանի, Լուիս Քերոպ և Սիրանուշ Յակոբյաններու, Անժել Սարգսյանի, Նվարդ Արաքելյանի, Մարգրիտ Թինոյի, Շաքե Բարձամյանի, Հիշյա զնոսադեր ավոր մեծի կալստյան արկայի պյանքո, Արարժանի ողորմության, քավության և տողության մեղած, Տասավարյալ վայձարացուն սրպսկու աճագոմյան տասուն, Ջիգիեսներ և արարիչ ամենեցուն, տադավոր գենտանիաց և մերերոց, և կեզ վայլը պարգ իշխանություն և բադիվ, այժմ և միշտ և ավիդյան սավիդենից ամեն։ Օրդիալ Դեր Քրիստոս ամեն, այդ մեր